Բարև իմ շատ սիրելի հետևորդներ, իմ հարազատներ, ասեմ, որ այսօր շատ լավ եմ ու ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ անհանգստացել եք իմ առողջության համար։ Ասեմ, որ դա չնչին բան է իմ համար, ես ինչքան էլ վատ լինեմ, մեկը շարունակում եմ իմ աշխատանքը, ճշմարտ հետ կապված խնդիր է, որը ես երբևիցե չեմ ունեցել, առաջին անգամ է, հույսով եմ առաջին ու վերջինը կլինի, բայց ես աշխատում եմ մնալ առողջ, առույգ, էներգիայով լի, որպեսզի բոլորիդ ցույց տամ, ինչ հետաքրքիր բաներ եմ պատրաստում ամեն օր։ Շատ շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք, այդքան հոգատար եք, շատ զգացված եմ։ Ինչ եմ ուզում պատրաստել այսօր։ Այսօր ուզում եմ պատրաստել իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն եմ ուզում ձեզ ներկայացնել, որ ես անում եմ իմ աշխատավայրում, ուզում եմ պատրաստել այսօր բատոն հաց, որ դուք կարող եք ամբողջությամբ, հեշտությամբ ձեր տանը պատրաստել ձեզ համար։ Երբ որ դուք պատրաստեք իմ բաղադրատոմսով բատոն հացը, հավատացեք, որ խանութից հաց չեք գնելու։ Այնքան էլ ինքը բարդ չի, շատ արագ, շատ հեշտ տեղի է ունենում այդ process-ը եւ շատ համով է ստացվում։ Այդ բատոն հացը ոնց որ լինի ինքը հենց բուլկի։ Հեսա կպատրաստեմ ու դուք կհասկանաք, որ դա իրոք այդպես է։ Ինչ ենք անելու բատոն ստանալու համար։ Բատոն ստանալու համար ես այսօր վերցրել եմ 1 կիլոգրամ ալյուրով պատրաստեմ, որպեսզի ավելի հեշտ է բացատրեմ, թե 1 կիլո ալյուրից ինչքան ենք ստանալու եւ ոնց ենք անելու։ 1 կիլո ալյուրից բատոն ստանալու համար օգտագործելու եմ 650 գրամ տաք ջուր։ Անպայման տաք կվերցնեք, որովհետև տաք ջրով ինքը ավելի շուտ է սկսում սենց աճը իրա գալ, ավելի լավ է լինում, էլի։ Անպայման տաք կվերցնեք, ջրի մեջ ավելացնելու եմ 1 այսպիսի լիքը գթալ շաքարավազ, 1 այդպիսի գթալ աղ, ավելացնելու ենք 1 կիլո ալյուրին 100 գրամ ձիթայուղ։ Ձեթը շատ չանեք, որովհետև ինքը ձեթը խանգարելու է հացին, 100 գրամը լրիվ նորմալ չափ է բատոնի համար։ Այդ ավելացրեցինք ու ավելացնում եմ 1 կիլոգրամ ալյուրը։ Արդեն իսկ կշռած 1 կիլոգրամ է, եւ որպեսզի դե բոլոր պարագաները լցրեցի, դրոժը լցնում եմ ամենավերջում, որ ջրի մեջ ինքը չկորցնի իր ուժը, լցնում ենք ալյուրի վրա 2-2.5 գթալ դրոժ։ Ու սենց մի պուճուր ալյուրով խառնում եմ, որպեսզի մի տեղ չլինի, ալյուրի մեջ սենց խառնում եմ եւ դնում եմ, միացնում եմ այս նասատկով։ Սկզբից մինչև վերջ անելու ենք այս նասատկով։ Եթե դուք էլի եմ կրկնում, տանը չունեք միքսեր, անում ենք ձեռքով։ Ավելի լավ է ստացվում։ Ձեռքով արեք, փորձեք եւ կտեսնեք ինչքան լավ է։ Միացնում ենք եւ դնում եմ ամենացածրի 1 աստիճանի տակ ու թողնում ենք, որ այնքան ժամանակ է լինելու, որ ես նկատեմ, որ խմորը ինքը էլաստիկ է, հավասար է, ոչ մի գուն չունի, անջատելու եմ եւ թողնելու եմ հանգստանա 15 րոպե։ Հիմա մոտենամ եւ տեսնեմ, թե ինչ տեսակի խմոր եմ ստացել։ Խմորը նայում եմ, տեսնում եմ, որ արդեն ինքը լավ այսպես էլաստիկացել է, դուրս գալիս է եւ անջատում եմ, թողնում եմ, որ ինքը մնա 10 րոպե։ 10 րոպե մնում է լրիվ բավական է։ 10 րոպեից մի հատ թեթև կմիացնեմ, կպտտվի ու արդեն հանելու եմ, սկսեմ գնդել։ Ահա արդեն խմորը պատրաստ է։ Մի անգամ արդեն վրա են գցել, ինքը պատրաստ է, սենց իր տեսքը պետք է լինի այդ ձև։ Ոնց եմ անելու, ես երբեք ալյուր չեմ օգտագործում, ես ասեմ, եթե հիշում եք, որ նախորդ վիդեոներում էլ միշտ նշում եմ, որ ես չեմ սիրում ալյուրով շատ ալյուր օգտագործել։ Հիմա այս պահին ես ընդամենը ձեթ եմ անելու, սա ձեթ եմ անում սեղանին, ձեռքերս ձեթ եմ անում,
խմորը հանում եմ ու դնում եմ սեղանին։ Ոչ մի ալյուր չեմ օգտագործում։ Դա ասում եմ խմորին սիրուն փայլ է տալի, տեսք է տալի, եթե դուք քիչ եք անում ալյուր։ Տեսեք, թե ինչ տեսակի խմոր եմ ստացել մեր բատոնի խմորը։ Տեսեք, այսպես պնդություն պետք է ունենա, թույլ երբեք չանեք։ Նախ թույլով շատ դժվարանալու եք աշխատել եւ ստանալ բատոնի տեսք, իսկ այս ձևով, այս վիճակով տեսեք, ինչքան լավ, այսպես չի կպչում ինքը շատ լավ խմոր է։ Ասեմ, որ կարակ դուք էլ ջրի փոխարեն լցնեք կաթ, որ ստանում են կաթով բատոններ։ Ես այդ տեսակել եմ անում։ Ջրի փոխարեն լցնում եմ կաթ, դրանք հատուկ պահանջարկով եմ անում, որովհետև շատ մարդիկ կաթով չեն ցանկանում, հատուկ պահանջարկով որ ուզում են, որ կաթով լինի, ես ջրի փոխարեն ավելացնում եմ կաթ։ Դա էլ է շատ լավ ստացվում, կարակ անեք, ըստ ձեր ցանկության։ Հիմա ինչ եմ անելու ես, կշերքն էլ եմ ձեթում, որովհետև ես պետք է սկսեմ կշռել, որ բոլորը լինի միանման մի քաշի, ես բատոն հացը կշռում եմ 450 գրամ քաշը, 450 գրամ, տեսնենք թե քանի հատ հաց դուրս կգա 1 կիլոգրամ ալյուրից, գնդելու ենք, թողնելու ենք, էլի գնդում էլ մի քիչ գա, նոր սկսենք արդեն բացել ու անել հացը, այս 3, արդեն 4, ես էլ էշքան լինի, հաստատ չեմ կտրելու, ու ավելացնելու եմ ամեն մեկին է սենց թող լինի քաշերը, 4-ը հատիկ եղավ, հիմա ես սենց գնդելու եմ, Սենց երեսը էլաստիկացնելու եմ, գնդելու եմ սենց սիրուն գնեմ ու թողնեմ, որ մնա մի 15 րոպե, որպեսզի կարողանա ինքը հեշտությամբ բացնեմ և ձևը տամ, թող սպասենք 15 րոպե, անցավ 15 րոպե և ես սկսում եմ ձևավորել բատոն հացը, սկզբում ձեթ եմ անում, հետո ձեռքերս եմ ձեթանում, ձեռքերով եմ աշխատում, ես գրտնակ չեմ օգտագործում հացը ստանալու համար, բացում ենք այսքան, այսպես որ բոլոր կողմերն լինի քառակուսի, ու սկսում եմ սենց պտտելով, այսպես պտտելով գալիս եմ, Սկսում եմ այս ծայրերը փակել, երկու ծայրերը փակում եմ, սենց արագ իրան կպցնում եմ, բոլոր ծայրամասերով փակելով, շուռ եմ տալիս, այս երկու ծայրերը, այսպես ձեռիս այս հպումներով, սենց ենքան որ ծայրը ձև եմ տալիս, էլի սուր ծայր է ինքը ստանում, ու այսպես տեղափոխում եմ սինիի մեջ, շարունակում եմ նույն ձևով, բացում եմ, դուք ինձ ձև սրանով կարող եք նաև անել զոնքաչի լեզու, այսպես ասած մեր հայկական, որ գալիս են հաց առնելու տղամարդիկ շատ ժամանակ, մեկ էլ զոնքաչի լեզու ունեք ու ծիծաղում են, էլի չեմ հասկանում ինչու, բայց դե այդ ձևա, օրենքն այդ ձևա, կարող եք բացել, երկարացնել սրանով նույն ձևով, սենց անելով երկար լինի զոնքաչի լեզու, այս պայն կիսուրի եմ պատրաստում, կարճա։ Այսպես նույն ձևով անում ենք, դուք ինձ ձև ուզում եք, այն ձևով է կարող եք անել, կարակ կլոր անեք և ասեմ, որ կարակ այս խմորից անեք բուտերբրոդի հացիկներ, գնդեք կլոր դնեք ինքը ուռի թխվի, վրեն ձուկսեք ու մի քիչ քունջուտ ու դնեք թխվի, լինում է սիրուն բուտերբրոդի հացիկներ, առավոտյան այդ բուտերբրոդի հացիկները կբացեք և ձեր երեխաների համար, դպրոցի համար կդնեք զավտրիկ, որան կտանեն դպրոց և ընդմիջում կանեն։ Հիմա ուզում եմ փորձեմ պատրաստել պանրով, մեջը պանրով բատոններ, այդ ձևի էլ եմ վաճառում խանութում, ուզեմ, որ ձեզ ցույց տամ, թե ինչ ձև եմ ես անում պանրով հացը, նույն ձևով բացում եմ,
Մեջը ավելացնում եմ, նայեք, այս տեսակի ընտիր լորի պանիր, շատ համով է մեր լորի պանիրը, անմիջապես հալվում է։ Պիցցաների երեսը, որ մենք լցնում ենք, այն ձև է հալվում, ունենց համով համա լինում, շատ լավն է լորի պանիրը մեր, իսկական լորի, այ նատուրալնի լորի։ Դե լորեցի, լորվա մարդիկ պետք է օգտագործել ըստ օրենքի լորի պանիր։ Նայեք, պանիրը այս ձևով լցնում եմ մեջը, դուք պատկերացնում եք, երբ որ բատոն հացը ինքը թխվի, տաք վիճակով, լորի պանիրը մեջը հալված, ինձ ձև կուտվի, մենակ թեյն է պակասում կողքը։ Պտտում ենք, զգուշությամբ ենք անում, որպեսզի պանիրը չտեղաշարժվի, կպնի խմորին և սիրուն տեսք երեսը չունենա, սա զգուշությամբ, ես վերջի հատվածում չանեք պանիր, որ խմորը խմորին կպնի, այսպես պտտում եմ, շուռ եմ սենց տալիս, տեսեք թե ինչքան լավ խմոր է ստացվել է, ոնց պտտում ես, ոնց ձեռք ես տալի, ինչ ձև անում ես, ինքը իր ոչ ձեռքերի տա կպնում, ոչ էլենա ու տեսքը պահպանում է, տեսեք թե ինչքան լավ, տեղափոխում դնում եմ այս եզրին, որպեսզի տարբերենք պանդրովն ու սովորականը։ Չնայած ես հեսա պանդրովի ուզորները ուրիշ ձև կանեմ, որպեսզի տարբերվի սովորական բատոնից։ Վերջինն էլ տեղափոխում եմ, ուզորները հիմա չեմ անելու, կանեմ ընթացքում կտեսնեք ու անպայման դնելու ենք տաք տեղ, որպեսզի սկսի ինքը արագաճել և ուռել։ Ինչքան տաք, այնքան արագ կգա խմորը և շուտ կպատրաստենք։ Այս րոպեին ես տեղափոխում եմ իմ ջեռոցի մեջ, որը նախորդ և թույլ ջերմաստիճանով տաքացնում եմ մեջը մի քիչ, որպեսզի սկսի ինքը արագ հասունանալ։ Թույլ եմ դնում ջերմաստիճանը, հետո կհանեմ, արդեն իսկ ուժեղ ջերմաստիճանով կթխեմ։ Ոնց են հասունացել բատոնները, տեսեք, այս ձևի տեսք պիտի ունենա, նոր դնելու ենք թխվելու։ Հիմա մինչև թխվելը նոր ենք անում ուզորները, սկզբից չենք անում, սուր դանակ որ ունենում եք, սենց արագ-արագ կտրում ենք երեսը, արագ-արագ, որպեսզի ինքը տեսք ստանա, իսկ ես էլ պանդրովն է, պանդրովը մի պուճուր այլ ձև կանեմ, այս մի կողմից էլ կկտրեմ, որպեսզի տարբերվի։ Ինչ եմ անելու, ջուր, սենց սովորական ջուր եմ փչում դները, սովորական ջուր, այսպես, լրիվ իրան ջրով պատում եմ և դնում եմ թխվելու արդեն իր ջեռոցը տաք վիճակում, տաքացնելու ենք ու նոր դնենք թխվելու, այսպես ու տեսնենք։ Երբ որ մենք տեսնում ենք, որ արդեն բատոնի երեսը այսպես մի պուճուր կարմրել է, անմիջապես երեսը անջատում ենք, թողնում ենք, որ ինքը կամաց լինի։ Ես օրինակ երես այսպես անջատում եմ։ Եթե դուք ձեր տանը ուրիշ տեսակի դուխովկաներ կան էլի վերև ներքև ջերմաստիճաններ ունեն, վերևինը անպայման անջատեք, որպեսզի երեսը չվառվի ու մեջը մնա հում։ Թխեցի, վերջացրեցի մեր հրաշք բատոն հացերը, ապա տեսեք ինչպիսի տեսք ունի հացերը, շատ լավն է, շատ համով է ստացվում, շատ, նայեք թե տակը, թե երեսը, տեսեք ինչպիսի տեսք ունի, շատ սիրուն է, իսկ այս մեկն է պանդրովն է, որը ասել էի, որ ուզորը այս ձև եմ անելու, պանդրով ինքը հացն է, նայեք, անգամ չեկել ոչ պանիրն է դուրս եկել, ոչ է պետք է կտրվածքն է, շատ մանր անենք, որպեսզի պանիրն է մեջից չհալվի դուրս չգա։ Հիմա չեմ կտրում, ինչի համար չեմ կտրում, որովհետև տաք վիճակում է գտնվում, իսկ հացը ինչքան է տաք վիճակում ես կտրեմ, բատոն հացը սիրուն տեսքը չի ունենալու, էլի, պետք է կտրենք սառը վիճակով, այսպես թեքությամբ եմ ես կտրում հացը և ինքը սենց օվալաձև շատ սիրուն տեսք է ստանում, կարող եք այդպես կտրել, վրեն կարակ և մեղր քսել և թեյի հետ վայելել։ Հույսով եմ, որ օգտակար բաներ ասեցի ձեզ և դուք տանը կփորձեք իմ հացի բաղադրատոմսը և անպայման գրեք կոմենտներում, թե ինչ եք պատրաստել և ոնց է ստացվել։ Ես որ տեսնում եմ, կարդում եմ, շատ ուրախանում եմ, որ դուք փորձել եք, լավ է ստացվել, շատ ուրախանում եմ և շարունակեք այդպես, արեք, փորձեք և իմացեք, որ ես միշտ պատրաստ եմ, որ ձեզ լավ բաներ ասեմ։
Ձեր հետ Կոհարն էր, այսքանը, բարի գիշեր, կհանդիպենք վաղը։